Ինչու ենք մեզ երբեմն այդքան հոգնած զգում, հոգնածության պատճառները և դրանք հաղթահարելու ճանապարհները։ Երբեմն մարդը կարող է առավոտյան արթնանալ և արդեն իսկ հոգնածություն զգալ, նույնիսկ եթե նախորդ գիշեր բավական լավ է քնել։ Երբեմն էլ օրվա կեսին հանկարծ նկատում ենք, որ այլևս ուժ չունենք աշխատելու, մտածելու, շփվելու կամ նույնիսկ սովորական գործերը հասցնելու համար։ Ձեռք ենք մեկնում սուրճի բաժակին, փորձում մի փոքր հանգստանալ, բայց հոգնածության զգացողությունը չի անցնում։ Ինչու է դա տեղի ունենում։ Հոգնածությունը մարդու օրգանիզմի կարևոր ազդանշաններից մեկն է։ Այն միշտ չէ, որ նշանակում է, թե մենք պարզապես քիչ ենք քնել։ Հոգնածության հետևում կարող են լինել բազմաթիվ պատճառներ՝ քնի պակաս, երկարատև սթրես, սխալ սննդակարգ, ֆիզիկական պասիվություն, չափից շատ աշխատանք, հուզական ծանրաբեռնվածություն, ջրի պակաս և նույնիսկ որոշ առողջական խնդիրներ։ Ժամանակ առ ժամանակ հոգնածություն զգալը լիովին բնական է։ Մեր օրգանիզմը մշտապես աշխատում է, մենք նույնիսկ հանգստանալիս ծախսում ենք էներգիա։ Ուղեղը մշակում է տեղեկատվություն, սիրտը շարունակում է աշխատել, շնչառությունը չի դադարում, իսկ մարմինը վերականգնման և պահպանման բավական երկար ու բազմաթիվ գործընթացներ է իրականացնում։ Այդ պատճառով օրվա ընթացքում ուժերի նվազումը բնական երևույթ է։ Խնդիր է առաջանում այն ժամանակ, երբ հոգնածությունը դառնում է մշտական, երկարատև կամ սկսում է խանգարել առօրյա կյանքին։ Հոգնածության ամենատարածված պատճառներից մեկը քնի անբավարարությունն է։ Մեծահասակների մեծ մասին անհրաժեշտ է մոտավորապես 7-ից 9 ժամ քուն, սակայն միայն ժամերի քանակը չէ կարևոր, կարևոր է նաև քնի որակը։ Եթե մարդը հաճախ է արթնանում գիշերվա ընթացքում, ուշ է քնում, ամեն օր տարբեր ժամերի է պառկում կամ քնելուց առաջ երկար ժամանակ օգտագործում է հեռախոս, համակարգիչ կամ այլ գադջեթներ, նրա քունը կարող է բավարար չափով վերականգնող չլինել։ Քնի պակասը կարող է ազդել ոչ միայն ֆիզիկական ուժերի, այլև ուշադրության, հիշողության և տրամադրության վրա։ Առավոտյան մարդը կարող է դժվարությամբ կենտրոնանալ, դանդաղ մտածել, ավելի արագ նյարդայնանալ և ամբողջ օրը զգալ, որ էներգիայի պակաս ունի։ Այդ պատճառով հոգնածության դեմ պայքարը հաճախ պետք է սկսել ոչ թե հերթական բաժակ սուրճից, այլ քնի ռեժիմից։ Փորձեք ամեն օր մոտավորապես նույն ժամին քնել և նույն ժամին արթնանալ։ Քնելուց առաջ նվազեցրեք գադջեթների օգտագործումը, սենյակը պահեք հնարավորինս հանգիստ, մութ և հարմարավետ, իսկ ծանր սնունդը ցանկալի է չօգտագործել անմիջապես քնելուց առաջ։ Հոգնածության մեկ այլ շատ տարածված պատճառ է սթրեսը։ Երբ մարդը երկար ժամանակ գտնվում է լարվածության մեջ, օրգանիզմը կարծես մշտապես պատրաստ է լինում ինչ-որ վտանգի կամ խնդրի։ Մտքերը չեն դադարում, մարդը նույնիսկ հանգստանալիս շարունակում է մտածել աշխատանքի, ֆինանսների, ընտանիքի, հարաբերությունների կամ ապագայի մասին։ Այսպիսի վիճակը կարող է շատ էներգիա խլել։ Հնարավոր է, մարդը ֆիզիկական ծանր աշխատանք չի կատարել, բայց օրվա վերջում իրեն լիովին սպառված է զգում։ Պատճառն այն է, որ հոգեկան ծանրաբեռնվածությունը նույնպես էներգիա է պահանջում։ Երբեմն մենք հոգնում ենք ոչ թե այն պատճառով, որ չափազանց շատ բան ենք անում, այլ այն պատճառով, որ չափազանց շատ բան ենք փորձում պահել մեր մտքում։ Անավարտ գործերը, չասված խոսքերը, մշտական անհանգստությունները և ապագայի մասին անվերջ մտածելը կարող են ստեղծել ներքին լարվածություն։ Այդ պատճառով կարևոր է սովորել օրվա ընթացքում փոքր ընդմիջումներ անել, մի քանի րոպե հեռանալ աշխատանքից, հանգիստ շնչել, քայլել, դուրս գալ մաքուր օդի, երաժշտություն լսել կամ պարզապես որոշ ժամանակ չօգտագործել հեռախոսը։ Դա ևս կարող է ուղեղին մի փոքր օգնել հանգստանալ։ Հոգնածության վրա մեծ ազդեցություն ունի նաև սնունդը։ Եթե մարդը երկար ժամանակ անկանոն է սնվում, հաճախ բաց է թողնում հիմնական սնունդը կամ հիմնականում օգտագործում է շատ քաղցր և բարձր վերամշակված սնունդ, էներգիայի մակարդակը կարող է տատանվել։ Քաղցր սնունդը կարող է արագ էներգիայի զարգացում տալ, սակայն հետո այդ զգացումը կարող է նվազել, և մարդը կրկին իրեն թույլ կզգա ու հոգնած։
Ավելի հավասարակշռված սննդակարգը պետք է ներառի տարբեր խմբերի սննդամթերքներ՝ բանջարեղեն, մրգեր, ամբողջահատիկ հացամթերք, սպիտակուցային աղբյուրներ և տարբեր օգտակար ճարպեր։ Կարևոր է նաև բավարար քանակությամբ հեղուկ օգտագործելը, նույնիսկ թեթև ջրազրկումը որոշ մարդկանց մոտ կարող է ուղեկցվել թուլության, գլխացավի կամ կենտրոնանալու դժվարության զգացումով, սակայն հոգնածության դեմ պայքարի համար անհրաժեշտ է ամբողջությամբ հրաժարվել սիրելի ու վնասակար ուտելիքներից։ Առավել կարևոր է ընդհանուր հավասարակշռությունը և սնվելու կանոնավորությունը։ Տարօրինակ կարող է թվալ, բայց երբեմն հոգնածության պատճառը հենց ֆիզիկական ակտիվության պակասն է։ Երբեմն մարդը երկար ժամանակ նստած է մնում, քիչ է քայլում և գրեթե չի շարժվում, օրգանիզմը կարող է ավելի ծանր զգալ իրեն։ Թեթև ֆիզիկական ակտիվությունը, օրինակ քայլելը, կարող է օգնել բարձրացնել ընդհանուր ակտիվության և լավ ինքնազգացողության մակարդակը։ Պարտադիր չէ ամեն օր ծանր մարզումներ կատարել։ Նույնիսկ սովորական զբոսանքը կարող է օգտակար լինել, եթե ամբողջ օրը աշխատում եք նստած, կարելի է պարբերաբար վեր կենալ, մի փոքր քայլել և ձգել մարմինը։ Մյուս կարևոր պատճառը աշխատանքի և հանգստի անհավասարակշռությունն է։ Ժամանակակից մարդը հաճախ փորձում է հնարավորինս շատ բան հասցնել՝ աշխատանք, ընտանիք, սոցիալական կյանք, հեռախոս, նամակներ, նորություններ, տարբեր պարտականություններ։ Արդյունքում օրը կարող է ավարտվել առանց իրական հանգստի։ Հանգիստը ծուլություն չէ։ Մարդու օրգանիզմը չի կարող անընդհատ աշխատել նույն արդյունավետությամբ, ինչպես ցանկացած համակարգ, այն նույնպես վերականգնվելու կարիք ունի։ Եթե մենք ամեն օր փորձում ենք հաղթահարել հոգնածությունը միայն կամքի ուժով, որոշ ժամանակ անց կարող ենք զգալ, որ նույնիսկ ամենապարզ գործերն են դժվար թվում։ Այդ պատճառով անհրաժեշտ է սովորել ոչ միայն աշխատել, այլև ժամանակին կանգ առնել ու հանգստանալ։ Կարևոր է նաև հասկանալ, որ հանգստանալը միշտ չէ, որ նշանակում է ժամերով հեռուստացույց դիտել կամ սոցիալական ցանցերում ժամանակ անցկացնել։ Երբեմն դա կարող է ավելի շատ հոգնեցնել ուղեղը։ Իրական հանգիստը կարող է լինել զբոսանքը, բնության մեջ ժամանակ անցկացնելը, հանգիստ երաժշտություն լսելը, սիրելի զբաղմունքով զբաղվելը կամ պարզապես որոշ ժամանակ ոչինչ չանելը։ Հոգնածության վրա կարող են ազդել նաև չափից շատ տեղեկատվությունը։ Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ մեր ուղեղը գրեթե անընդհատ ստանում է նոր տեղեկություններ, հեռախոսում բացվում են նորություններ, հաղորդագրություններ, տեսանյութեր, սոցիալական ցանցեր։ Մարդը կարող է ֆիզիկապես հանգիստ նստած լինել, բայց մտավոր առումով երբեք չհանգստանալ։ Այդ պատճառով երբեմն օգտակար է օրվա ընթացքում ունենալ փոքր թվային դադարներ։ Հեռախոսը մի կողմ դնելը, նույնիսկ կարճ ժամանակով կարող է օգնել նվազեցնել տեղեկատվական ծանրաբեռնվածությունը։ Հոգնածության մեկ այլ պատճառ կարող է լինել միապաղաղությունը։ Երբ ամեն օր կրկնվում է նույն աշխատանքը, նույն ճանապարհը, նույն պարտականությունները, մարդը կարող է հոգնել ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեբանորեն։ Նոր տպավորությունները, ստեղծագործ զբաղմունքները և հաճախ հանդիպումները կարող են լինել օգտակար և կարող են ստեղծել աշխուժություն։ Շատ կարևոր է նաև լսել սեփական մարմնի ազդանշանները։ Մենք հաճախ փորձում ենք անտեսել հոգնածությունը ասելով՝ մի քիչ էլ կդիմանամ, հետո կհանգստանամ, այս գործը վերջացնեմ, նոր քնեմ։ Բայց եթե նման վերաբերմունքը դառնում է սովորություն, օրգանիզմի պահանջները կարող են անտեսվել երկար ժամանակ, ու սա բնականաբար լավ չէ։ Իհարկե, միշտ չէ, որ հոգնածությունը կարելի է բացահայտել և բացատրել ապրելակերպով։ Եթե մարդը երկար ժամանակ, շաբաթներ կամ ամիսներ, իրեն անսովոր հոգնած է զգում, եթե հոգնածությունը խանգարում է առօրյա կյանքին կամ ուղեկցվում այլ անհանգստացնող ախտանշաններով, ապա անհրաժեշտ է դիմել բժշկի։ Որոշ դեպքերում մշտական հոգնածությունը կարող է կապված լինել առողջական խնդիրների հետ, օրինակ սակավարյունություն, վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումներ, քնի որոշ խանգարումներ կամ այլ վիճակների հետ կարող է կապված լինել։ Միայն մասնագետը կարող է գնահատել պատճառը և անհրաժեշտության դեպքում առաջարկել հետազոտություններ, ուստի պետք չէ ինքնուրույն եզրակացություններ անել կամ երկար ժամանակ անտեսել մարմնի ազդանշանները։ Իսկ ինչպես կարելի է առօրյա կյանքում ավելի քիչ հոգնած զգալ։ Սկսեք ամենապարզ քայլերից։
Փորձեք կարգավորել քնի ժամանակացույցը, օրվա ընթացքում շարժվեք, բավարար հեղուկ օգտագործեք, սնվեք կանոնավոր և բազմազան։ Աշխատանքի ընթացքում փոքր ընդմիջումներ արեք, հնարավորության դեպքում ամեն օր որոշ ժամանակ անցկացրեք մաքուր օդում։ Սահմանափակեք այն ամենը, ինչը ձեզ ավելորդ լարվածություն է պատճառում, և սովորեք որոշ գործեր պարզապես հետաձգել կամ մերժել, եթե դրանք իսկապես անհրաժեշտ չեն։ Եվ ամենակարևորը՝ մի փորձեք ամեն օր լինել անընդհատ արդյունավետ։ Մարդը մեքենա չէ։ Մենք չենք կարող օրվա բոլոր ժամերին ունենալ նույն էներգիան, նույն կենտրոնացումը և նույն տրամադրությունը։ Կան օրեր, երբ ավելի ակտիվ ենք, և կան օրեր, երբ մեզ ավելի շատ հանգիստ է անհրաժեշտ։ Դա մարդկային կյանքի բնական մասն է։ Երբեմն հոգնածությունը պարզապես հիշեցնում է մեզ, որ պետք է մի փոքր դանդաղել։ Մի քանի ժամ հանգստանալը, լավ քնելը, զբոսնելը կամ պարզապես ժամանակ հատկացնելը ինքներս մեզ կարող է շատ օգտակար լինել։ Սեփական մարմնին և հոգեբանական վիճակին ուշադրություն դարձնելը թուլության նշան չէ։ Ընդհակառակը, դա սեփական առողջության նկատմամբ պատասխանատվության նշան է։ Եթե հոգնածությունը ժամանակավոր է, հաճախ դրա լուծումը կարող է լինել պարզ՝ սնունդ, քուն, շարժում, հանգիստ և սթրեսի նվազեցում, իսկ եթե այն երկարատև է և անհասկանալի պատճառներ ունի, պետք չէ հապաղել, հարկավոր է դիմել բժշկի։ Ի վերջո, էներգիան միայն այն չէ, թե որքան ուժ ունենք աշխատելու համար, էներգիան նաև այն հնարավորությունն է, որը մեզ օգնում է ապրել, մտածել, ստեղծագործել, շփվել սիրելի մարդկանց հետ և վարել առօրյա կյանքի փոքր խնդիրները ու վայելել կյանքը։ Ուստի հաջորդ անգամ, երբ զգաք, որ անսովոր հոգնած եք, միշտ տապեք ինքներդ ձեզ մեղադրել ծուլության կամ անարդյունավետության մեջ, փորձեք կանգ առնել և հարցնել ինքներդ ձեզ. ի՞նչն է ինձ հիմա իսկապես անհրաժեշտ. քուն, հանգիստ, սնունդ, շարժում, թե պարզապես մի փոքր դադար։ Երբ սովորում ենք լսել մեր մարմնին, ավելի հեշտ է հասկանալ, թե երբ պետք է առաջ շարժվել, իսկ երբ կանգ առնել ու վերականգնվել։ Հոգնածությունը միշտ չէ, որ թշնամի է, երբեմն այն պարզապես հիշեցնում է, որ նույնիսկ ամենաուժեղ մարդուն անհրաժեշտ է հանգիստ։ Եթե հավանեցիք տեսանյութը, բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի նոր ու հետաքրքիր տեսանյութեր դիտելու հնարավորություն ունենաք։